Լեռնային Ղարաբաղի 5-րդ նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն գործող նախագահ Բակո Սահակյանը 66.70%-ով վերընտրվել է։ Վիտալի Բալասանյանի օգտին է քվեարկել ընտրողների 32.50%-ը, իսկ Արկադի Սողոմոնյանի օգտին 0.84%-ը։ Ընտրությունների մասնակցել են ընտրական իրավունք ունեցող անձանց 73.43%-ը։ Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար։ Այսպիսի գնահատական է տալիս նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն, ով այսօր տարածած իր հայտարարության մեջ նշում է նաև նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Բալասանյանը չշնորհավորեց ընտրված նախագահին, քանի որ ընտրությունների արդյունքները որոշակի վերապահումով է ընդունում։ Ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ ընտրությունների օրը ժողովրդի վրա եղել են ճնշումներ, վարչական ռեսուրսն ամբողջովին ուղղված է եղել գործող նախագահի ձայնահավաքին։ Ամենամեծ ճնշումները եղել են Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների բնակիչների վրա։ Այս պայմաններում ստացած քվեները համարում եմ լավ արդյունք, ինչը լուրջ հիմք է նոր քաղաքական կառույցի ստեղծման համար, ասվում է Բալասանյանի հայտարարության մեջ։ Ընտրություններին հետևող տեղացի եւ միջազգային դիտորդները երեկ ուշ երեկոյան մեծ զրույցներում տեղեկացրին, որ ընտրությունների ընթացքը եղել է նորմալ եւ խախտումներ չեն նկատել։ We have seen that the Karabakhi authorities made a genuine effort to produce very good elections. Везде, в общем-то, порядок, нарушений никаких нами не было выявлено. Абсолютно я увидел прозрачные выборы, чистые, честные. Ընտրությունների ընթացքի մասին Ազատություն ռադիոկայանի հետ ունեցած զրույցում դրական կարծիք էր հայտնել Եվրոխորհրդարանի падգամավոր Ելենիս Տեոխարիսը, ով Ղարաբաղ կատարած իր այցելության համար հայտնվել է Ադրբեջանի Սև ցուցակում։ Տեոխարիսը առաջիկային պատրաստվում է Եվրոխորհրդարանի падգամավորներին հարց ուղղել։ Democratic procedure. The people must elect their president. Երբ հետ գնամ կհարցնեմ, արդյոք մարդու իրավունքների հարգման ուրիշ ձև գիտեք դուք, քան նախագահ ընտրելը։ Եթե նախագահ ընտրելը ժողովրդավար գործընթաց չէ, ուրեմն ինչ այլ ընտրակ կարող եք առաջարկել այս մարդկանց, որպեսզի նրանք կարողանան իրենց ընտրելու իրավունքն իրագործեն։ Ասում է Եվրոխորհրդարանի падգամավորը, ով իր անձնական նախաձեռնությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններին։